Արդեն տևական ժամանակ է, ինչ ատելության, խոսքի, առերևույթ թշնամանքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր են եղել, բազմաթիվ հանցագործության մասին հաղորդումներ են տրվել, բայց այս կառույցը մինչև այս պահը ոչ մի հստակ գործողություն չի արել, չի դատապարտել եւ առավել եւս օրենքի սահմանում չի պատժել ատելության խոսք տարածողներին, չի պատժել եւ ընդհակառակը իր անգործությամբ այնպես է արել, որ այդ ալիքը ավելի մեծանա եւ ավելի ահագնանա այն չափի, որ այսօր մենք ցավոք սրտի ստիպված ենք խոսել հայաստանյան հանրության եւ արցախյան հանրության միջև անհասկացվածության կամ ինչ-որ նեղացվածության մասին եւ սա դեռևս ինչ-որ փոքր մասշտաբի բաներ են, բայց կա շատ մեծ վախ, որ այս քարոզվող ատելությունը կարող է շատ ավելի հեռուն տանել եւ ես չեմ վախենա ասել այս խոսքը, որ մի օր տանի եւ հասցնի մեզ եղբայրասպանության, ինչը խայտառակ վիճակ է եւ ինչին պետք է ամեն ինչ անել, որպեսզի չհասնենք։ Այս մասով մի մասը իհարկե այս մասով ենք խոսելու, մեր խոսնակներից մեկը շուտով կներկայացնի եւ մյուս մասը կխոսենք նրա մասին, որ արդեն 20-23-ից հետո անդադար խոսվում է ինչ-որ թալանի մասին եւ երբ որ արցախցիները բարձրացնում են իրենց խնդիրները, ասում են գնացեք ձեր թալանչիներից ուզեք, թալանել են, էս են արել, են արել, եթե հիշում եք 1 տարի առաջ Արցախի նախագահը հաղորդում էր տվել հանցագործության մասին, որպեսզի քննվի այդ թալանը, գտնվեն այդ թալանչիները եւ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Այս երկու հիմնական թեմաներով ենք խոսելու եւ խոսքս ուզում եմ փոխանցել Սաիդ Պողոսյանին, որպեսզի ատելության մասին այս քարոզը ներկայացնի, քանի որ ինքը նաեւ ընկալվում է որպես հայաստանյան հանրության ներկայացուցիչ եւ ինքը առավելս զգում է, թե ինչքան ցավալի է դա իր սեփական կաշվի վրա, երբ որ իր արցախյան ընկերները եւ իր հայաստանյան հանրությունը իրար չեն հասկանում կամ ավելի ճիշտ, եթե ավելի անկեղծ լինենք, ապա հենց արցախատյացության այս քարոզը ինչպես է ազդում իր արցախյան ընկերների, հարազատների եւ ընդհանրապես ցանկացած արցախցու կյանքում այնինչ հետք է թողնում։ Շնորհակալություն։ Շատ կարևոր է, որ այսօր